Առողջապահական համակարգում անվճար բուժօգնության հասանելիությունը շարունակում է մնալ խնդրահարույց, հատկապես այն դեպքերում, երբ հիվանդին անհրաժեշտ դեղամիջոցն անհապաղ է, բայց անհասանելի։ Այս մասին ազգային ժողովում բարձրաձայնել է մարդու իրավունքների պաշտպանը, ներկայացնելով կոնկրետ դեպք, երբ քաղաքացու կյանքի համար կարևոր դեղամիջոցը չի տրամադրվել ժամանակին։ Օմբուդսմենի խոսքով խնդիրը ոչ թե իրազեկվածության պակասն է, այլ համակարգային բացերը։ Քաղաքացին ըստ էության քաղցկեղ ունի եւ անհապաղ է, իրեն անհրաժեշտ դեղամիջոցը, երբ փորձել է ձեռք բերել, ասել են, որ դեռ տենդերը իհարկե հայտարարված է, բայց դեղամիջոցը դեռ ձեռք բերված չէ, բայց իր համար դա անհետաձգելի կարևորության հարց է եւ ինքն է փաստացի ձեռք բերել ստիպված դեղամիջոցը։ Խնդիրը ըստ պաշտպանի միայն մեկ դեպքով չի սահմանափակվում, նման իրավիճակներում առաջանում է կարևոր հարց՝ ով եւ ինչպես պետք է փոխհատուցի ծախսերը, եւ արդյոք քաղաքացու իրավունքները բավարար չափով պաշտպանված են։ Մասնագետները եւս ահազանգում են, այս իրավիճակները կարող են ունենալ լուրջ հետևանքներ, երբ խոսքը ծանր հիվանդությունների, օրինակ ուռուցքային հիվանդությունների մասին է, ժամանակի կորուստը կարող է ճակատագրական լինել։ Եթե պետությունը հայտարարում է, որ բուժումն անվճար է, բայց գործնականում այն հասանելի չէ ճիշտ պահին, ապա սա արդեն առողջապահական ռիսկ է մարդու կյանքի իրավունքի խախտման վտանգ։ Պետք է մրցույթ հայտարարել եւ հայտարարելուց էլ դա ամիսներ պետք է տևել։ Այդ իսկ պատճառով պացիենտը մնացել է առանց դեղի։ Առանց դեղի պացիենտը ինչ պետք է անի, կամ գնա դեղորայքը Երևանյան հայաստանյան դեղատներից գնի, իսկ հարիվոր քաղցկեղի դեղի մեծամասնությունը անգամ Երևանյան դեղատներում արկա չի, պետք է գնա ուզած այլ երկրի դեղատներից գնի, որովհետև դա էլ այն դեղն է, որը անհապաղ անհրաժեշտ է։ Փորձագետների գնահատմամբ խնդրի հիմքում գնումների եւ պլանավորման մեխանիզմների անկատարությունն է։ Անհրաժեշտ է ներդնել արագ արձագանքման մեխանիզմներ, հատկապես կենսական նշանակության դեղերի համար։ Բացի այդ, պետք է հստակ սահմանվի փոխհատուցման կարգը, որպեսզի քաղաքացին չմնա անորոշության մեջ։ Առողջապահության նախարարությունը պետք է նաեւ ստեղծի պահուստային ֆոնդեր կամ այլ գործիքներ, որոնք թույլ կտան նման ճգնաժամային իրավիճակներում ապահովել դեղերի շարունակական հասանելիությունը։ Առողջապահության նախարարությունից ժամին հայտնեցին, որ դեպքերն ուսումնասիրում են հետագայում նման խնդիրներից խուսափելու համար։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի քանակը շատ 3 անգամ անհրաժեշտ դեղերի քանակից քիչ է։ Այսինքն, եթե գոնե դեղերը գրանցված եղնեին, բնականաբար կարող է պացիենտին վերաբերվելի դեղը գոնե 1 անուն կամ 2 անուն լիներ դեղատնում, այսինքն արկա լիներ շուկայում։ Հիմա ասեմ, որ դեղորայքի մեծ մասը շուկայում արկա չի։ Պացիենտների մեծամասնությունը դեղորայքը գնում են արտերկրից։ Մարդու իրավունքների պաշտպանը եւս ընդգծում է, նման դեպքերը պետք է ստանան անհատականացված լուծումներ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը պաշտպանված լինի ոչ թե թղթի վրա, այլ իրականում։ Հարցը շարունակում է մնալ օրակարգում, իսկ պատասխանատու կառույցներից ակնկալվում են հստակ քայլեր համակարգային բացերը փակելու ու քաղաքացիներին նման իրավիճակներից զերծ պահելու համար։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։